երկրի վրա քայլող քաջ արյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Գեղամրաշիտի Մկրտչյան ապրիլյան պատերազմի այն անմա քաջերից մեկը, ով իր կյանքը չխնայեց հանուն հայրենիքի։ Ծնվել է Արցախում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում 1986 թվականի օգոստոսի 24-ին։ 3 երեխա էին, 2 եղբայր, 1 քույր։ Ինքը փոքրն էր, համեստ էր, շատ ընկերասեր և բոլորին նվիրվող։ Մանկուց սիրում էր զինվորական գործը և ուզում էր զինվորական դառնալ։ 1993 թվականին գնացել է առաջին դասարան, սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Միշտ աչքի է ընկել իր համեստ ու հանգիստ բնավորությամբ, ինչպես նաև բարությամբ։ Ավարտել է 2000 թվականին։ Դեռ մանկուց հարգանք ու պատիվ ուներ ամբողջ գյուղում։ Մինչ բանակ զորակոչվելը, ընտանիքին օգնելու նպատակով իրենց իսկ գյուղում զբաղվել է կահույկագործությամբ։ Բանակ զորակոչվել է 2004 թվականի հունիսին, ծառայել է Ցորում։ Ծառայելով պատվով եղել է հետախույս սակրավոր, ապա ավագ հետախույս։ Երբ ժամկետային ծառայությունն ավարտել է, մի կարճ ժամանակ նորից զբաղվել է կահույկագործությամբ։ Սակայն շատ արագ հասկանալով, որ ինքն իրեն տեսնում է միայն զինվորական համակարգում, 2013 թվականին դարձել է պայմանագրային զինծառայող և աշխատանքի է անցել Ասկերանում, որպես հրաձիգ։ Ծառայության ընթացքում ինքն իրեն կոփելու և ամրակազմ դառնալու համար հաճախել է սպորտային մարզումների։ Նույն ժամանակահատվածում Երևանում 2 ամսով մասնակցել է հետախույս սակրավորի դասընթացներին։ 2015 թվականին նույն զորամասում եղել է նռնակաձիգ, ապա նույն թվականի հոկտեմբերի 4-ին ամուսնացել է բանակի նվիրյալ, նույն զորամասի զինծառայող կոչումով սերժանտ մի գեղեցկու հետ, ով արդեն 1 տարի ու կես իր ընտրյալն էր։ Շատ կանացի ու նրբագեղ Անուշի հետ։ Թվում էր երջանկության համար ամեն ինչ կար։ Ջերմ ընտանիք, սիրած աշխատանք, սիրելի կին, հարազատ ընկերներ և իրեն սպասող մի ամբողջ կյանքի ապագա։ Բայց միայն թվում էր։ Ափսոս։ Ամուսնությունից 1 ամիս անց, նոյեմբերի 4-ին տեղափոխվել է Մարտակերտ, որպես հատուկ նշանակությամբ վաշտի ավագ հետախույս գնդացորդ։ Միշտ աչքի է ընկել որպես լավագույն զինծառայող։ 2016 թվականի փետրվարի 20-ից մարտի 27-ը Երևանում կրկին մասնակցել է հետախույս սակրավորի դասընթացներին։ Երբ 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց խաղաղասեր հայի դեմ, մեր հերոսն ընդամենը 3 օր առաջ էր վերադարձել Երևանյան իր հերթական դասընթացներից։ Նա արդեն 6 տարվա զինծառայող էր։ Հայրենիքը նրա ու նրա նմանների կարիքն ուներ, որ նենք թշնամուց պաշտպանեն իրեն։ Մեր քաջը երբեք մահից չի վախեցել, նույնիսկ ասել էր. ապրենք, մեռնենք։ Ու գնաց, չիմանալով, որ իր գեղեցկուի կինը, Անուշը, պատրաստվում էր իրեն հայրացնել ու ինքն էլ մայրանալ։ Նա մարտնչեց արիաբար, անվարան, մոռանալով, որ տանն իրեն սպասում են ծնողները, քույրն ու եղբայրը, սպասում են ընկերները, հարազատներն ու իր սիրելի կինը։ Այո, նա հայրենիքը գերադասեց բոլորից,
Քանզի հայրենիքն իր մեջ համախմբում էր այդ բոլորին, միասին։ Ու ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը նա բռնեց հավերժի ճամփան, գնաց հավերժ թաց թողնելով իրեն սիրող մարդկանց աչքերը։ Նա զոհվեց Թալիշում, հերոսաբար հավերժացավ, որ իր կյանքով կյանք տա, դեռ չծնված իր դստրիկին, փառք նրա հիշատակին։ Նույն թվականի մայիսի 28-ին մեր հերոսը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության արիության համար և Արցախի մարտական ծառայություն մեդալներով։ Նրա հավերժանալուց հետո է նրա սերժանտ կինն իմացել, որ բալիկ է ունենալու։ Մեծ ցավով արցունքները հազիվ զսպելով ասում է. ես հերթապահության էի, գեղամը եկավ ինձ մոտ, խոսեցինք, գնաց, երեկոյան զանգեց, ասաց, որ պիտի գնա առաջնագից, հետո ապրիլի 3-ի առավոտյան հեռախոսով եմ խոսել նրա հետ, իմ մասին էր մտածում, ասում էր, դուրս չգար Զորամասից, մի վախեցիր, ամեն ինչ լավ կլինի։ Ախ, հերոս ջան, հույս ես տվել կնոջդ, որ ամեն ինչ լավ կլինի, ցավոտ է։ Նրա զոհվելուց 9 ամիս անց ծնվեց նրա չքնաղ դստրիկը, Էլմիրան, ով կմեծանա և իր գործերով կապրեցնի հերոս հայրիկին, իսկ այսօր նրան մաղթենք խաղաղ երկինք և մանկական անհոգ շփիթներ։ Մեր հերոսին այսօր ապրեցնում են նաև նրա հարազատներն ու ընկերները, կինը, Անուշը, հանուն ամուսնու հիշատակի չթողեց զինվորական համակարգը, շարունակեց աշխատել նույն Զորամասում և հասավ մինչև ավագ ենթասպայի կոչման։ Նա իր կատարած աշխատանքներում տեսնում էր իր հերոս ամուսնուն, ապա նրա թողած ոգով և հոգու տված ուժով էր առաջնորդվում։ Իսկ 2023 թվականի Արցախի բռնի տեղահանումից հետո մոտ 1 տարի ու կես հանգամանքների բերումով համակարգում չէր, սակայն զգալով, որ իրեն պետք է ոչ այլ ինչ, քան զինվորական համակարգը, մտավ Ծառայության Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։ Խոնարհումս և քեզ, հարգելի տիկին ավագ ենթասպա, խոնարհումս քո անվեհեր կամքին և տոքուն ոգուն։ Ահա այսպիսին էր մեր հերոսի կարճ, բայց բեղմնավոր կյանքի ուղին։ Փառք ու խոնարհումս նրա անմար հիշատակին։